Ուրեմն այս ճանապարհը դեպի աշտարակ գնացող ճանապարհն է, Դավթաշենի կամուրջից դեպի ուրեմն աշտարակ գնացող ճանապարհն է։ Այստեղ երբ որ ճանապարհը կառուցվում էր դեռ մի քանի տարի առաջ, այստեղ բնակիչները բողոքեցին եւ այս մասում շրջադարձի տեղ թողնվեց, որպեսզի բնակիչները շրջադարձ անեն եւ մտնեն Նորաշեն թաղամաս կամ 16-րդ թաղամաս։ Մյուս կողմը Դավիթաշենն է եւ մյուս կողմի համար է կա շրջադարձ, այստեղից մոտավորապես մի 400-500 մետր ներքև էլի նմանատիպ շրջադարձ է, իջնող մեքենաները շրջադարձ են անում եւ մտնում են Դավիթաշեն։ Հիմա տեսեք ինչա կատարվում, այնտեղի շրջադարձը գործում է, թույլատրելի է։ Այստեղի շրջադարձը փակել են, արգելել են շրջադարձը։ Հիմա տեսեք, նայեք, մեքենան շրջադարձ արեց, բայց այստեղ արգելված է շրջադարձ անելը, նշանի տեղադրումից հետո արգելված է։ Ես խոսել եմ, ուրեմն, նախ մեզ դիմել են քաղաքացիները, հիմնականում Նորաշեն կամ 16 թաղամասի բնակիչներն են դիմել, որ այս շրջադարձը անհրաժեշտ է, որովհետեւ մարդիկ երբ որ Կոմիտասից գալիս են կամ քաղաքի այդ հատվածից գալիս են, այստեղ շրջադարձ են անում, մտնում են իրենց թաղամաս։ Հիմա այսօր իմացանք, որ այստեղ վերել են ինչ որ սյուներ են տնկել, որ փակեն շրջադարձը, մի մասը տնկել է, մի մասը բաց է մնացել։ Ես ճանապարհային ոստիկանություն զանգահարեցի, նախ վարչական շրջանի ղեկավարի հետ խոսեցի, ասեց որ իր մասով չի, հետո զանգահարեցի ճանապարհային ոստիկանություն, ինքը դենց այդքան է տեղեկացված չէր, ասեց որ խոսամ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ։ Տրանսպորտի վարչության հետ էի խոսում, ինչ են ասում։ Ասում է, այստեղ պետքա սա փակվի, ու այս ձողերով փակվի, ոչ թե պանելով, ոնց որ այդտեղ է, պետքա փակվի, ասում են պատճառը ի՞նչն է փակելու։ Ուրեմն պատմում է նախապատմություն, ասում է սա շրջադարձ ենք թողել 34 համար ավտոբուսի համար, որ շրջադարձանի իջնի դեպի Հալաբյան, բայց հիմա 34 համարը գնում է վերևն է շրջադարձանում։ Դրա համար սա փակվելու է եւ քանի որ թողել ենք միայն ավտոբուսի համար, ավտոները առիթից օգտվել են, շրջադարձ են արել, որը արգելված է եղել, հիմա ամբողջ օղին արգելում ենք, որ փակում ենք, որպեսզի շրջադարձ չանեն։ Հիմա տեսեք ինչու՞մն է կայանում հարցը։ Այս նույն շրջադարձից կա ներքև, այնտեղ թողում են շրջադարձը, սա փակում են։ Ասում են 16 թաղամասի բնակիչները այլընտրանք ունեն, ասում են Ֆուչիկով, Մերկումովով կարան գան իրանց տուն։ Դավթաշենի բնակիչներն էլ այլընտրանք ունեն, ասում սա թողել ենք, ներքևին թողել ենք Դավթաշենի համար։ Այնտեղ էլ այլընտրանք ունեն, իրանք կարան ուրիշ տեղով գնան Դավթաշեն։ Հիմա ոնց է, սա փակում եք, նա բաց եք թողում։ Սա չպետքա փակվի, ոչ էլ նա պետքա փակվի։ Սա է պետքա բաց լինի։ Եվ սրա լուծումները մենք առաջարկ արել ենք, տարբերակներ կա, իհարկե ամենաթանկ տարբերակը այստեղ էստակադա կառուցելն է, այնտեղից ցած վերգետնյա ուղակի կամուրջ լինի, որ մեքենաները անխոչնդոտ պտտվեն եւ այս սրա խնդիրը չլինի, սա ծախսատար է։ Կա ոչ ծախսատար, այդ ոչ ծախսատարը լուսացույցով կառավարվող ճանապարհն է, այսինքն կամ այստեղ է լուսացույց դրվում, որով մեքենաները, ասենք 10-15 վայրկյան պահում են ու կարողանում են պտտվել, կամ վերևը հիմա լուսացույց է դրված, որը հետիոտնի համար է նախատեսված, որը կառավարվում է ձեռքով։ Այդ լուսացույցը դառնում է ինքնակառավարվող, սա քաղաքացիների առաջարկն է մեզ հիմա փոխանցում, դառնում է ինքնակառավարվող, ամեն 60 վայրկյանում 10 վայրկյան պահում է, եւ այդ 10 վայրկյանում այդտեղ մեքենաները կանգնում են, այստեղ ազատվում է երթևեկությունը եւ այս մեքենաները կարողանում են հանգիստ պտտվել։ Հիմա ես այդ սվետաֆորի առաջարկը հեռախոսով արեցի, ինչ է ասում մայրուղիների վրա կառավարվող, ինքնակառավարվող սվետաֆորը լուսացույցներ չի տեղադրվում, միայն ձեռքով կառավարվող, բայց դա նորից եմ կրկնում, ահագին այս հարցը կլուծի եւ այս ուրեմն շրջադարձի հարցը կլուծի, մարդիկ չեն բողոքի, կարողանան այստեղ պտտվել գնալ 16 թաղամաս իրենց տուն։ Իսկ քաղաքապետարանը, պարոն Դանիելյան, ինչպես է հիմնավորում, հա, փոփոխությունը այս ճանապարհային երթևեկության։ Հիմնավորումը ասում եմ վթարային իրավիճակ է առաջանում, վթարային իրավիճակ նույն տրամաբանությամբ ներքևն էլ է առաջանում, այնտեղ ձախ պտտվելուց, այնտեղ էլ է վթարային իրավիճակ առաջանում, բայց այստեղ ուրեմն այս շրջադարձը թողելու դեպքում եւ եթե լուսացույցով կառավարվի այս ճանապարհը, նաեւ թեթևանալու է Դավթաշենի կամուրջը, խցանումներից թեթևանալու է, որովհետեւ պատկերացնում եք 10-15 վայրկյան երթևեկությունը կանգնի նոր գնա, Դավթաշենի կամուրջը խցանումներից թեթևանա։ Հիմա իրենք պատճառաբանում են այստեղ վթարային իրավիճակների պատճառով մենք սա փակում ենք, հիմա քաղաքացիները պետքա վարորդները պետքա ստիպված գնան, հասնեն Կարմիր խաչ, այնտեղ պտտվեն, այնտեղից շրջադարձանեն, այնտեղից հետ գան, որը հեռու է, այստեղից շատ հեռու է։ Լուծումը նորից եմ կրկնում, այս շրջադարձը պահելն է, այս շրջադարձը պահում են կամ լուսացույցով,
կամ ուղղակի գծանշումներով եւ մյուս տարբերակը, որը նորից եմ կրկնում, թանկ տարբերակը ծախսատարա, այստեղ վերգետնյա, այստեղ էստակադա է արվում կամ կամուրջ է արվում, որը չի խոչընդոտում ոչ վարձացող եւ ոչ էլ իշխող երթևեկությանը։ Առաջարկն արել է քաղաքապետը։ Ես հիմա առաջարկը ձեր լրատվամիջոցով այսպես անում եմ, ես տրանսպորտի վարչության հետ որ խոսում էի, այդ մասնագետի հետ ասեցի, որ գրավորել մենք առաջարկ կանենք, առաջիկա Հավաքանուն նիստում ենք առաջարկ կանենք, խոսենք սրա մասին, սա անհրաժեշտ է, որպեսզի նորից եմ կրկնում, այստեղ եւ քաղաքացիները կարողանան գնան 16 թաղամաս եւ նաեւ այս երթևեկությունը կթեթևանա, խցանումներից ներքևի հատվածում խցանումներ չեն առաջանա։